Ուրեմն տեսեք, աղաղաշապատում հրաշքի պես մի բան է կատարվել։ Պատկերացնում եք, տեխնացուների մեջ կա Խաչիկ Մանուկյանը, բարձրունքը մերն է, տղերքը չկան։ Հիշում եք այդ բանաստեղծությունը։ Մեր օրերի մեծագույն բանաստեղծը իմ վաղեմի ընկերը համաձայնել է մասնակցել քաղաքական գործընթացներին։ Եվ մյուս բոլոր տեխնացուները պիտի առողջ բանականություն դրսևորեն, մոռանան, որ իրենք լավ չեն վերաբերում այդ հայրենիք, կարծեմ Վանեցյանի կուսակցության հայրենիք։ Մոռացեք դրա մասին։ Դուք ընտրում եք քաղաքապետ Խաչիկ Մանուկյանին։ Ազնվության, նվիրվածության, հայրենասիրության մարմնացում։ Ինչն է իմ եւ իր ընկերության։ Ինչպես բնականաբար իր կամովին կարող եմ ասել, որովհետեւ իր դաստիարակությունն էր Վաչագանը։ Ես Խաչիկ Մանուկյանի հետ ինչպես է որ ընկերացել եմ, տեսնելով իր հայրենասիրությունը, ազգային արժեքների նկատմամբ իր խոնարհումը, իր նվիրվածությունը, այնպես որ սա ես կարող եմ համարել նվեր։ Էջմիածին վաղաշաբաթ ընտրություններին ես կոչ եմ անում բոլոր մյուս տեխնացուներին, ինչ որ համաձայնության գալ։ Այո, հենց նույնիսկ եթե չեք ընդունում, այնպես չլինի, որ ես ընդունում եմ, դուք չեք ընդունում։ Նույն հայրենիք կուսակցության պատասխանատուներից համաձայնության եկեք, բոլորդ հանեք ձեր տեխնացությունները մեկ ճակատով Խաչիկ Մանուկյան քաղաքապետի տեխնացիով գնացեք ընտրությունների։ Ուրեմն դա կարող է նաև դրական օրինակ ծառայել անցած ընտրություններում, երբ Ազատ հայրենիք դաշինք կար, նա չհասցրեց լավ ձևավորվել, ուղղակի ժամանակը չբավականացրեց, բայց կար այդպիսի դաշինք եւ Խաչիկ Մանուկյանը այն ժամանակ նույնպես պատրաստակամ էր։ Հիմա այդ պատրաստակամությունը արդեն դարձել է գործ, այնպես չի որ Խաչիկ Մանուկյանը երեք որոշեց դառնալ քաղաքապետ եւ նրան դա բոլորովին պետք չէ։ Նա այնպեսի հզոր ստեղծագործող է։ Երբ ես իմ երեխաներին ներկայացնում եմ Խաչիկ Մանուկյանին, գիտեք, երեխաներից կեսը 12 երեխա եմ մեծացրել, կեսը ապրում են արտասահմանում եւ սովորաբար իմ ծննդյան օրերին հավաքվում են։ Երբ ես ներկայացնում եմ Խաչիկ Մանուկյանին, ասացի հարցրի. դուք գիտեք Բայրոնին։ Բա գիտենք։ Ահա, պատկերացրեք մեր օրերի Բայրոնն է։ Իրենք, այսինքն այդպեսի մարդու հետ գործ ունենք եւ նրա դեմ դնել տեխնացություն, դա գիտեք ինչ է, մանրապճեղություն է։ Այլ բառ չեմ ուզում ասել, դրա համար կոչ եմ անում բոլորին միասնական ոգի դրսևորել, հասկանալ, որ մեր հայրենիքին մեծ վտանգ է սպառնում։ Խաչիկ Մանուկյանը նաև այն մտավորականներից մեկն է, որ խորապես հասկացել է, թե ինչ է նշանակում քաղաքացին պետք է դառնա երկրիտերը, թե որն է այդ համակարգի, գիտեք, համադարման նշանակությունը մեր ազգի համար։ Մենք աշխարհով մեկ ենք դառնալու բացառիկ ազգ ու երկիր։ Եթե մենք քրիստոնեությունը ընդունելով ժամանակին նաև ինչ որ չափով վնասելով մեր հին կրոնական սրբություններին, այդպես ասեմ, որովհետև նրանք այնքան էլ զուտ հստակ մեզ չեն հասել, բայց եւ այնպես այդպեսի տեսակետ կա։ Այնուամենայնիվ քրիստոնեության ընդունումը հետագայում երբ քրիստոնեությունը դարձավ համաշխարհային կրոն, հասկանալի դարձրեց աշխարհին, որ հայերը առաջինը նկատեցին այդ արժե համակարգին կարևորությունը։ Հիմա այսօր մեկ այլ փուլում ենք եւ Խաչիկ Մանուկյանը այն մարդկանցից մեկն է, որ շատ նրբերանգներ ինքն է ինձ բացատրում իմ այդ ներկայացրած բանաձևի եւ ընդգծում դրա կարևորությունը։